Սա Երևանն է, մեր վարդագույն քաղաքը։ Ես հիմա գտնվում եմ քաղաքի այն հատվածում, որտեղից առաջ Արարատի չքնաղ տեսարանն էր բացվում։ Ինչպես տեսնում եք, լեռը այսօր չի երևում։ Պատճառը մառախլապատ եղանակն է, թե օդի աղտոտվածությունը դժվար է ասել։ Պարզ է միայն մի բան. Երևանի օդի աղտոտվածության աստիճանը հատել է վտանգավոր սահմանը։ Որ ավելի լավ պատկերացնեք, օրերս Երևանի օդի աղտոտվածության մակարդակը այնքան է բարձրացել, որ եղանակի հավելվածը խորհուրդ է տվել դուրս չգալ եւ չքայլել։ Երևանում խնդրի լուծումը դեռ չեն գտել։ Օդի աղտոտվածությունը այսօր դարձել է գլոբալ մարտահրավեր, որը զգում է ողջ աշխարհը։ Աշխարհի զարգացած քաղաքներում օդի աղտոտվածությունն այսօր նույնքան կարևոր է համարվում, որքան անվտանգ փողոցները կամ որակյալ տրանսպորտը։ Հասկացել են, եթե չկանոնակարգեն մեքենաների հոսքն ու չավելացնեն կանաչ տարածքները, քաղաքներում շնչելու օդ պարզապես չի մնա։ Այդ մեղմ ասած վտանգավոր կանխատեսումներից խուսափելու համար տարբեր քաղաքներ համարձակ լուծումների են գնացել։ Օրինակ Լոնդոնը, Նյու Յորքը, Փարիզը, Մադրիդը, Տոկիոն հաղթահարել են օդի աղտոտվածության խնդիրը, ընտրելով միասնական համակարգված մոտեցումներ։ Լոնդոնն օրինակ տարիներ առաջ ստեղծել է ուլտրացածր արտանետումների գոտին։ Դրա իմաստը պարզ է. եթե մեքենադ շատ է աղտոտում օդը, մուտքը դեպի քաղաքի կենտրոն կամ արգելված է, կամ էլ շատ թանկ։ Սկզբում մարդիկ դժգոհում էին, սակայն մի քանի տարի անց օդի աղտոտվածության մակարդակը քաղաքի կենտրոնում նվազեց շուրջ 40%-ով։ Ամերիկյան Լոս Անջելեսը տարիներ շարունակ խստացրել է օդի վերահսկողությունը, քչացրել մեքենաների արտանետումները, ներդրել էլեկտրական ավտոբուսներ։ Արդյունքում 20 տարվա մեջ օդի որակը զգալիորեն բարելավվել է։ Բրյուսելում ու Փարիզում էլ շաբաթվա որոշ օրերին քաղաքի կենտրոնում մեքենաների մուտքը պարզապես արգելված է։ Եվրոպական այդ քաղաքներում այդ օրերին ոչ թե մեքենաներ են սլանում, այլ հեծանիվներ։ Փարիզում նաև խոստացել են մինչև 2030 թվականը ամբողջությամբ արգելել դիզելային շարժիչով մեքենաները։ Իսկ Բեռլինում մեքենաները, որոնք ցանկանում են մտնել քաղաքի որոշ գոտիներ, պետք է ունենան հատուկ կանաչ քարտ։ Այդ քարտը տրվում է միայն այն ավտոմեքենաներին, որոնք բավարարում են եվրոպական էկոստանդարտները։ Կոպենհագենում զարգացած է հեծանվային մշակույթը։ Բնակչության 50%-ից ավելին աշխատանքի է գնում հեծանիվով։ Դանիայում իշխանությունը, ի տարբերություն Հայաստանի, պարզապես չի նստում հեծանիվ ու բոլորին հորդորում անել նույնը։ Այնտեղ հեծանիվ վարելը խրախուսում են ոչ թե կոչերով, այլ անվտանգ ճանապարհներով, հատուկ նախագծված ենթակառուցվածքներով եւ հստակ օրենսդրությամբ։ Մասնագետները փորձում են աշխարհում օդի աղտոտվածությունը մեղմել նաև արհեստական սարքերի միջոցով։ Հատուկ մեխանիզմով աշխատող այս սարքերը, որ կոչում են քաղաք-ծառեր, ստեղծել են գերմանացի գիտնականները։ Դրանց մեջ տեղադրված են ֆիլտրող գործիքներ ու ծառի փոքր ճյուղեր։ Մեկ քաղաք-ծառը թթվածնով կարող է ապահովել այնքան մակերես, որքան հարյուրավոր ծառեր միաժամանակ։ Քաղաք-ծառերն առաջինը փորձարկվել են Իտալիայում։ Օդի աղտոտվածության դեմ պայքարող սարքեր են ստեղծել նաև Բելգիայում ու Նիդերլանդներում։ Ավելին, որոշ մասնագետներ առաջարկում են անգամ շիրմաքարերը փոխարինել ծառերով, բայց այս ու նման օրինակ գաղափարները դեռևս մասսայական կիրառություն չեն ստանում։ Իսկ Չինաստանում պայքարն այլ ուղղությամբ է ընթանում։ Պեկինում, որտեղ տարիներ շարունակ շնչելը դժվար էր դարձել, իշխանությունը սկսեց փակել ածխով աշխատող գործարանները, փոխել ջեռուցման համակարգերը եւ պարտադրել գործարաններին կտրուկ նվազեցնել արտանետումները։ Մի քանի տարվա ընթացքում Պեկինի երկինքը փոխվել է այնքան, որ տեղացիներն այն անվանում են կապույտ երկնքի վերադարձ։ Սկանդինավյան երկրներում մոտեցումը բարդ, բայց արդյունավետ է։ Նրանք մեծապես անցել են վերականգնվող էներգիայի։ Նորվեգիայի մայրաքաղաքը օրինակ արդեն մշակել է ծրագիր, ըստ որի քաղաքը պետք է կլիմայականորեն չեզոք դառնա, գրեթե առանց վնասակար արտանետումների։ Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ խնդիրը լուծելի է, եթե կիրառվում են համադրված տրանսպորտային, քաղաքաշինական, էներգետիկ եւ կառավարման ոլորտների համատեղ բարեփոխումներ։ Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորգյան, Մհեր Դավթյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, TikTok-ում, WhatsApp-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։